Բարև ձեզ, դուք Armenian IT ալիքում եք, այսօր մենք կծանոթանանք LibreOffice օֆիսային ծրագրակազմի հետ։ Նախ ես կցուցադրեմ, թե ինչպես է այն տեղադրվում, ապա մենք ուսումնասիրենք փաթեթը։ Քանի որ այն հանդիսանում է Microsoft Office օֆիսային փաթեթի այլընտրանք, հետևաբար վերջում մենք կհամեմատենք հենց այդ փաթեթի հետ։ Դե ինչ, սկսենք տեղադրումից։ Google-ով որոնում ենք պարզապես LibreOffice։ Հենց առաջին արդյունքը դա փաթեթի պաշտոնական կայքն է։ Այցելելով պաշտոնական կայք, մենյուից մտնում ենք բեռնումներ։ Ցանկից ընտրում ենք մեր օպերացիոն համակարգի բիթերի տարբերակը։ Եթե չգիտենք, թե քանի բիթանոց է մեր օպերացիոն համակարգը, ապա դա կարող ենք ճշտել մի քանի տարբերակով։ Ես ցույց կտամ այդ տարբերակներից երկուսը։ Ստեղնաշարից սեղմում ենք Win+R կոճակները։ Բացված պատուհանում գրում ենք DX դիակ և սեղմում Enter։ Բացված պատուհանում երևում են տեղեկություններ մեր համակարգչի ծրագրային և տեխնիկական պարամետրերի մասին։ Օպերացիոն համակարգ դաշտում գրված է, թե որ օպերացիոն համակարգն է տեղադրված ու քանի բիթանոց է։ Ինչպես տեսնում եք, իմ օպերացիոն համակարգը 64 բիթանոցն է, և ես կթողնեմ այնպես, ինչպես նշված է։ Կարող ենք նաև իմանալ մտնելով կարգավորումներ, այդտեղից մտնել System և բացել համակարգի մասին ներդիրը, այնտեղից էլ իջնելով ներքև տեսնել, թե քանի բիթանոցն է մեր օպերացիոն համակարգը։ Իմանալուց ու ընտրելուց հետո սեղմում ենք ներբեռնել և սպասում, մինչ ներբեռնումը ավարտվի։ Ներբեռնելուց հետո գործարկում ենք ներբեռնված ֆայլը։ Այս հատվածում կարող ենք շարունակել ստանդարտ կարգավորումներով կամ ընտրել հարմար կարգավորումները։ Ահա և վերջ, ծրագիրը տեղադրված է։ Մի փոքր շտկում կարող ենք անել ըստ ցանկության։ Նախնական տարբերակում փաթեթի տեսքը կարող է գրավիչ ու հարմար չլինել, մանավանդ եթե աշխատել եք Microsoft Office փաթեթի հետ։ Տեսքը հարմարեցնելու համար կարող եք բացել ինտերֆեյսի կարգավորումները և միացնել թաբերով դիտելու ռեժիմը։ Իսկ հիմա եկեք հասկանանք, թե ինչու եմ ընտրել LibreOffice և ինչ է այն իրենից ներկայացնում։ Այն իրենից ներկայացնում է օֆիսային ծրագրաշար, որը ունի մի շարք ծրագրեր։ Այն հանդիսանում է Microsoft Office փաթեթի այլընտրանք։ LibreOffice-ը բաց կոդով է, այսինքն այսպիսի ծրագրերը օգտագործողին թույլ են տալիս խուսափել մի շարք արգելքներից, որոնք կան փակ կոդով ծրագրերում։ Այն նաև անվճար է, ի տարբերություն Microsoft Office-ի։ Շատերը գուցե այստեղ ասեն՝ «Մեկ վայրկյան, մենք Microsoft Office-ի համար չենք վճարում», բայց իրականությունը այստեղ այլ է ու վտանգավոր։ Բանը նրանում է, որ եթե մենք չենք օգտագործում լիցենզիոն Microsoft Office, փոխարենը ակտիվացնելով այլ այսպես ասած կեքս բանալիներով, մենք դաշտ ենք ստեղծում մի շարք վնասակար կոդերի աշխատանքի համար մեր համակարգչում, որովհետև ակտիվացվող կողմնակի ծրագրերի մեծամասնությունը իրենցից ներկայացնում են վիրուսներ։ Իսկ LibreOffice-ը հենց ի սկզբանե եղել է, կա և հավանաբար դեռ շատ երկար տարիներ կլինի անվճար օֆիսային փաթեթ։ Իսկ հիմա եկեք հասկանանք առավել մանրամասն, թե այն մեզ ինչ ծրագրեր է առաջարկում։ Writer. Սա տեքստերի հավաքման և խմբագրման համար նախատեսված հավելված է, հանդիսանում է Microsoft Office Word-ի այլընտրանք։ Calc. Սա աղյուսակների հավաքման և խմբագրման համար նախատեսված ծրագիր է, հանդիսանում է Excel-ի այլընտրանք։ Impress. Սա պրեզենտացիաների ստեղծման և խմբագրման համար նախատեսված ծրագիր է, հանդիսանում է PowerPoint-ի այլընտրանք։ Base. Սա տվյալների բազաների հետ աշխատանքի համար նախատեսված ծրագիր է, հանդիսանում է Microsoft Office Access-ի այլընտրանք։ Սրանք դեռ Microsoft Office-ի ամենատարածված ծրագրերի այլընտրանքներն էին, սակայն այս ամենով չի ավարտվում Office-ի ծրագրերի ցանկը։ Այն մեզ առաջարկում է նաև LibreOffice Math ծրագիրը, որը նախատեսված է խորացված մաթեմատիկական գործողությունների համար։
և LibreOffice ծրավ ծրագիրը բազային գործիքակազմ է դիզայներների նկարիչների համար։ Իսկ հիմա եկեք պարզապես առանց մեկնաբանությունների ծանոթանանք իր ծրագրերի միջավայրերի հետ։ Վերադառնանք ուսումնասիրմանը և հասկանանք, թե ինչու եմ ընտրել հենց LibreOffice։ Սկզբում ես շեշտեցի, որ այն անվճար է, այդ մասին արդեն անդրադառնալու կարիք չկա։ Այն նաև քիչ ռեսուրսներ է պահանջում, այսինքն կարող է աշխատել իր ամենաթարմ տարբերակը անգամ համեմատաբար թույլ համակարգիչներում։ Սկզբում ես նշեցի, որ այն բաց կոդով է։ Բաց կոդը տալիս է ևս մեկ առավելություն։ Մենք կարող ենք ունենալ ծրագրերի portable տարբերակ, այսինքն տեղադրված թղթապանակում և այն պահել ցանկացած կրիչում ու գործարկել առանց այլ համակարգչի վրա տեղադրելու։ Այն աշխատում է հեղինակավոր այլ օֆիսային փաթեթներով ստեղծված տեքստերի հետ, այսինքն մենք ոչ միայն կարող ենք բացել նայել, այլ նաև խմբագրել այդ ֆայլերը, նույնիսկ LibreOffice-ով ստեղծած ֆայլը պահպանել հենց այդ ձևաչափերով։ Անհրաժեշտության դեպքում մենք կարող ենք նաև արտանել մի շարք ֆորմատներով, օրինակ HTML, PDF, EPUB և այլն։ Այս փաթեթը բազմապլատֆորմ է, այսինքն մենք կարող ենք իրենով ստեղծած ֆայլերը բացել թե Windows, թե Linux, MacOS, թե մոբայլ օպերացիոն համակարգերում։ Այն աջակցում է JavaScript և Python լեզուներով ստեղծված սկրիպտները և մակրոսները։ Իսկ այժմ մենք հասանք մի կարևոր կետի։ Այն է համեմատել LibreOffice-ը օֆիսային փաթեթների առաջատարը համարվող Microsoft Office-ի հետ։ Microsoft Office-ը վճարովի է, իսկ նրա անվճար տեղադրումը ռիսկային։ LibreOffice-ը անվճար է, ու իր ողջ գործիքակազմը հասանելի է միանգամից անվճար։ Microsoft Office-ը փակ կոդով է։ Իր նոր տարբերակները կարող են չտեղադրվել հին Windows համակարգերում, իսկ LibreOffice-ը բաց կոդով է, այն տեղադրվում է ամենուր։ Microsoft Office-ը մեծ ռեսուրսներ է պահանջում համեմատած LibreOffice-ի։ Եթե անգամ ինչ-որ հնարքով այն տեղադրենք հին համակարգիչներում կամ օպերացիոն համակարգերում, ապա այն կարող է դանդաղ աշխատել, խլել շատ ռեսուրսներ։ Երկու փաթեթների դեպքում էլ այլ ֆորմատներով արտահանումը հեշտ է։ Microsoft Office-ը չունի տարբերակ Linux համակարգի համար։ Այն մենք Linux-ում կարողանում ենք տեղադրել մի քանի վիրտուալ գործարկիչների միջոցով, որոնք սովորաբար միայն 32 բիտ տարբերակով ծրագրերն են թույլատրում տեղադրել, այն էլ գործարկվում են դժվար, և Linux-ի օգտատերը չի կարող ստեղծած ֆայլերը պահպանել որտեղ ցանկանում է, այլ կոնկրետ վիրտուալ միջավայրի թղթապանակում։ LibreOffice-ը օգտագործվում է որպես կոդային լեզու Hello Basic, JavaScript, Python, իսկ Microsoft Office-ը Visual Basic։ Microsoft Access-ով ծրագրեր ստեղծող մարդկանց համար LibreOffice-ը այդքան էլ հարմար տարբերակ չէ, քանի որ իր լեզուն այլ է։ Սակայն մյուս կողմից էլ իր առաջարկը այսօր ավելի շատ կիրառվող ծրագրային լեզուներ են, հանձինս JavaScript և Python-ի։ Կարևոր է հաշվի առնել LibreOffice-ին անցնելուց առաջ, որ այն մի շարք հարցերում զիջում է Microsoft Office-ին առաջարկվող գործիքակազմի դեպքում։ Իսկ հիմա եկեք միասին անենք ընդհանուր հետևություններ։ LibreOffice-ը հարմար է նրանց համար, ովքեր բազայինից փոքր-ինչ ավել օֆիսային աշխատանքներ են կատարում։ Այն հիմնական գործողությունները, որոնք մենք կատարում ենք Microsoft Office փաթեթով, կարող ենք կատարել նաև LibreOffice-ով։ Կարիք չկա անհանգստանալու, որ շուտով լիցենզիայի ժամանակը կլրանա, և պետք կլինի ակտիվացնել կամ գնել, ի տարբերություն Microsoft Office-ի։ Այն չի պարունակում որևէ վտանգ։ Կարող է ներբեռնել և տեղադրել ցանկացած մարդ, փորձել հանգիստ, չհավանալու դեպքում պարզապես ապտեղադրել, որևէ ֆայլ դրանից չի վնասվում։ Ամենակարևորը այն է, որ մենք անվճար ստանում ենք բոլոր բազային գործիքները, որը մեզ Microsoft Office-ը առաջարկում է վճարովի, իսկ ընտրությունը և հետևությունները թողնում եմ ձեզ։ Այս թեմայով այսքանը։ Շնորհակալություն տեսանյութը դիտելու համար։ Բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին նոր տեսանյութերը բաց չթողնելու համար։